Համակարգը կառուցված է հետևյալ կերպ։ Մեր կողմից դրված ասկու է համակարգը, որի մասին այդքան խոսվում է, ուղղակի թույլ չի տալիս այդ հաշվիչները, այնպիսի հաշվիչները, որոնք թույլ չեն տալիս այսպես հավելագրում անել եւ անցնցում անցնել առաջ։ Հաշվի առնելով, որ այդ հաշվիչները նախ մեծ մասի դեպքում մարդկային գործոնն է բացառում, որովհետեւ ինքը թվերը քաշում է ավտոմատ, եւ երկրորդը վերջին հաշվով, եթե անգամ հավելագրում արվել է բազայում, այդ հաշվիչը կամ պետք է հանվի, կամ պետք է կորի, կամ պետք է գնա լաբորատորիա, որի միջոցով պետական է, եւ այնտեղ ֆիքսվի։ Այսինքն ինչ որ ճանապարհով չֆիքսվի այդ խնդիրը։ Այլ ճանապարհ այդ թիվը կորելու չկա։ Բազայի մեջ կա թիվ, որը տեսուչն է մուտքագրել, հաշվիչի վրա կա իրական թիվը։ Որն է այդտեղ խնդիրը։ Այսինքն մերկապարանոց հայտարարություններ անելը, չգիտեմ, եւ ամենակարևորը հայտարարվում է, որ ունենք այսպես ձեռքից տակ ունեմ այսպիսի փաստեր, նախ կասկածում եմ, որ ձեռքի տակ ունեցող փաստերը բոլոր արդեն իրավապահ տիրույթում չեն, համոզված եմ, որ արդեն ուղարկել է, եւ երկրորդը կրկնվեմ եւս մեկ անգամ իմ կարծիքով իրավապահ մարմիններում էլ այնպիսի գոնե այս առումով մարդիկ են, որ ըստ երևույթին ասել են, որ այստեղ չկա այդ ինչ նպատակի, որ դուք ուզում եք հասնել, չկա, իսկ նպատակը հասնել վերև։ Այսինքն հասնել մեզնով պարոն Կարապետյանին, որը ծիծաղելի է ուղղակի, չկա։ Գոնե այդ ոլորտը ես եմ սպասարկել տարիներ շարունակ, ու ես ձեզ ամենայն պատասխանությամբ ասում եմ, համակարգվածություն գոյություն չի ունեցել։ Իսկ որպեսզի հասնեն վերև, պետք է լինի համակարգված կոռուպցիա։ Հիմա մոտարապես նույն դեպքն է, որ ասենք, չգիտեմ, ինչ որ մի պետական մարմնի մի աշխատակից խախտում անի, պետք նախագահին ասեն, օրինակ, շեշտեցի անունը արդեն, օրինակ, պետք համակարգում։ Չէ, ներողություն եմ խնդրում, չէ ուզենա որ ես օրինակ եմ ասում, պետք համակարգում ինչ որ մեկը կոռուպցիոն սխեմայի մեջ լինի, պետք նախագահին ասեն դու հանցագործ ես, դու պետք է գնաս եւ այլն եւ այլն։ Հաջորդը կապված ներդրումների հետ։ Հիմա ձեզ ասեմ, որ արդեն տեղյակ եք ըստ երևույթին, որ այս վերջի Վարդաշեն ենթակայանի հրդեհների ժամանակ ունեին շատ մեծ խնդիր, որովհետև այդ բջիջներ կոչվածը, դրանք սարքավորումներ են էլեկտրոտեխնիկական, ուղղակի չունեին իրենց ապիկար կառավարման արդյունքում։ Իսկ դա ինչ է նշանակում, այն որ ասում են պայմանագրերը խզել ենք Տաշիրի հետ փոխկապակցված, ոչ մեկ չի ասում, որ միլիոնավոր դոլարներ են ներդրվել այդ գործարանները սեփական արտադրություն, այսպես ասած, ունենալու համար, իսկ յուրաքանչյուր նորմալ պետությունում խթանվում է սեփական արտադրությունը։ Ընդհուպ մենք արդեն արտահանում էինք սկսել։ Հարևան եւ ոչ միայն բջիջների, տրանսֆորմատորների, ենթակայանների, մալուխների եւ այլ մեր գործարանները ինչ որ արտադրում են։ Եվ այդ դրա արդյունքում միակ տարբերակը նորից Տաշիր ընկերությունների խմբից ձեռք բերելն էր այդ 23 բջիջը։ Խնդրել են ձեզ որտա։ Մեզ չէ, պարոն Կարապետյան, խնդրել են բնականաբար, պարոն Կարապետյանը փաստաբանի միջոցով այնտեղից ասել է տվեք։ Հաշվի առնելով միայն եւ միայն, որ մեր ժողովուրդը շատ երկար օրեր մնալու էր առանց հոսանք։ Համոզված եղեք, դա պետք է ներկրվեր դրսից, իսկ արդեն պատկերացրեք լարս, մյուս խնդիրները։ Նախ դուք մեջբերում եք անում համապատասխան Civic-ից, չէ, ես դա լսել եմ համապատասխան չթիրախավորենք, որ եթե մեկին կամ լրատվամիջոց, բայց ամեն դեպքում ես դա լսել եմ կառավարչից, բայց որևէ փաստական հանգամանք որպես այդպեսին չի մեջբերվել։ Գիտեք, յուրաքանչյուր ապրանք, որից օգտվում ենք մենք բոլորս եւ ամեն օր, եւ, չգիտեմ, տնտեսությունն է օգտվում, մյուս, կա թանկը եւ էժանը։ Շատ դեպքերում հին ասացվածք էլ կա, չէ՞, թանկից էժանը չկա։ Այսինքն, մենք երբ որ մարդկանց ասում եք, բերեք տեսնենք ինչ եք բերում, այն որ ասում եք 40%, 60%, սիրուն թվեր են ասում։ Բերեք տեսնենք ինչ ենք բերում, բերեք պարամետրերով տեսնենք համապատասխանում են արդյոք եւ դրա երաշխիքը ինչքան է։ Բնականաբար մեքենայից սկսած հագուստից, սննդամթերքից ամեն ինչի թանկնել կա, էժանել կա, չէ՞։ Նախկինի համաթանկ եք տվել, նախկինը որ հեծը ու իր գնումով այդ ձեր ընկերությունից ձեռք էր բերում այդ բջիջները, յաչեկաները։
այդ դրա համեմատ այս անգամ ավելի թանկ եք տվել, թե Ես ճիշտ ասած արժեքը չեմ կարող ասել, անկեղծ ասեմ, ես ասեցի ինչ որ եղել է կապված նյութի լինելու կամ չլինելու հետ։ Ինչ ճանապարհով է դա եղել։ Հիմա ներդրումների մասով նորից կրկնում եմ, այդ գիտեք հայտարարություն եղավ ինչ որ երկրի հետ կապված, ես էլ չեմ ուզում նշեմ այդ երկիրը, չնայած իրենք նշել են, այդտեղ էլ կա։ Չէ, Չինաստանի հետ, չինական ապրանքների հետ կապված, այդտեղ էլ խնդիր կա, այնտեղ էլ կան եւ թանկը եւ էժան։ Այսինքն հաշվի առնելով, իրենք խաղում են մի բանի վրա, հաշվի առնելով, որ մենք չունենք այդ ժամանակը, որպեսզի իրանց բերած մալուխը կամ կցորթիչը կամ մյուսը, տեսնենք ինչքան ժամանակ է ծառայելու, իրենք խաղում են դրա վրա։ Իրենք շատ լավ հասկանում են, որ այդ կցորթիչը խնդիր ունեցավ, ըստ երևույթին իրենք այլևս չեն լինելու, դրա համար իրենք աշխատում են ընդամենը մինչև հունիսի 7 այս պահին, հավատացած եղեք։ Իրենց քիչ է հետաքրում հունիսի 8-ին ինչ է լինելու։ Նույն սակագներից է դա պարզ երևում, նույն հայտարարություններից է պարզ երևում։ Հիմա կապված վարկերի հետ։ Մենք այսպես խոսակցական լեզվով ասեմ, կոտորվեցինք հայտարարելով, երևի բոլորդ էլ արդեն տեղյակ եք, որ յուրաքանչյուր հեծ ՓԲ-ի կողմից վերցրած վարկային պարտավորության տոկոսները որևիցե պարագայում չի մտնում սակագնի մեջ։ Հիմա կա երկու տարբերակ։ Կամ կառավարության ղեկավարը գիտի եւ մոլորեցնում է ժողովրդին, կամ իր այսպես իրեն զեկուցող կոմպետենտ մարդիկ խաբել են իրեն։ Հիմա եթե շատ արագ այդ կոմպետենտ մարդիկ չազատվեցին աշխատանքից, նշանակում է իմ ասած առաջի վարկածն է։ Ուղղակի մոլորեցնում է մեր ժողովրդին, որովհետև դա փաստ է, դա հանձնաժողովը գիտի անգիր, տարածքային կառավարման նախարարությունը գիտեն անգիր։ Հաջորդը տնօրենների խորհրդի պարգևատրումները, երբ որ երեք հայտարարվում էր, որ այլ եկամուտ չունի, մեր վճարումներն վերջինաշով շահույթ ունի, չէ՞ այդ կազմակերպությունը, բիզնեսը։ Երբ որ հանձնաժողովի նախագահային հարց են տալիս, ասում են իսկ այդ պարգևավճարները տնօրենների խորհրդի մտնում է սակագնի մեջ, թե ոչ, այն ժամանակ ասում էր, դե վարույթ է ընթանում, չեմ կարող պատասխանել, չնայած դա վարույթին բացարձակ չի խանգարում։ Հիմա այսօր հարցրեք, մտնում է թե ոչ։ Լավ, ինչքան կարելի է խաբել։ Չի մտնում, հարգելի հայրենակիցներ, ձեզ խաբում են։ Սամվել Կարապետյանին ուզում են սևացնել, այդ ճանապարհին որևիցե խտրականություն չեն դնում միջոցների մեջ, պարզ խաբում են։ Չկա, Սամվել Կարապետյանը իր միջոցներից գնահատում է տնօրենների խորհրդի աշխատանք եւ տալիս է պարգևավճար։ Իմիջիալոց ձեզ ասեմ, այդ այսպես ասած պարգևավճար կոչվածները տեսակ, որ Նարեկ Կարապետյանը թղթերով էլ ցույց տվեց, գնացել է բարեգործականին, եւ երկրորդը պարգևավճարները տալուց անգամ այդտեղ հարկային պարտավորություններ են կատարվում։ Արդյոք հնարավոր չէ դա ինչ որ այլ ճանապարհով տալ։ Իհարկե հնարավոր էր։ Այսինքն Կարապետյանը որոշում է պարգևավճար տալ, որից որոշակի տոկոս պետք է գնա որպես հարկային պարտավորություն, հիմա սա են անգամ փորձում մեր ժողովրդին, որոնք քիչ թե շատ, այսպես ասած, անտեղյակ են, մոլորեցնել, խաբել, որ ժողովուրդ ջան, այս վարկերի տոկոսները դուք եք վճարում սակագնով։ Չգիտեմ, պարգևավճարները դուք եք վճարում սակագնով։ Լավ, հիմա ներողություն եմ խնդրում, նախադասությունս ավարտեմ, ներողություն եմ խնդրում։ Ընդունենք մի պահ տեսականորեն, որ մենք վատ ենք կառավարել, չէ՞, ասում են, այսքան եկամուտ ունենք, այսքան քիչ գումար ծախսեցինք, այս արեցինք, այն արեցինք։ Լավ, ինչու՞ չի իջնում սակագինի այդ դեպքում։ Շատ պարզ տրամաբանական հարց է, չէ՞։ Եթե հիշում եք, եթե չեմ սխալվում, 18 թվականի ապրիլին այն ժամանակ դերևս ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 20%-ով պետք է սակագինի իջնի։ Okay, եկակ 7 տարի անցավ, լավ, ընդունենք, նորից եմ կրկնում, չկա այդպիսի բան, բայց մի բան ընդունենք, մենք վատ ենք կառավարում։ Հիմա 6 ամիս դուք եք կառավարում։ Ուր են ձեր, այսպես ասած, այդ էկոնոմիաները, այդ քիչ ծախսերը, ուր են դրանց ավելցուկները։ Այսինքն չկա դա, եթե դա լիներ, ենթադրվում է, որ պետք է լիներ սակագնի իջեցում։ Հիմա այստեղ այս իմ ասած թվերը
հետաձգելով, չէ ինչ որ տակը շատ կասկածելի ֆինանսական եկամուտներ դնելով, հարց է առաջանում, լավ ընտրություններից հետո Աստված մի արասցի, եթե իրենք հաղթեցին։ Ինչ է լինելու։ Պարզ բան, ուղղակի թանկանալու է սակագինը, որտեղ տարբերակ չկա։ Սամվել Կարապետյանի պարագայում եւս մեկ անգամ հիշեցնեմ, արդեն 10 տարի չի թանկացրել, խոսքը հեծի մասին է։ Եվս 10 տարի խոստացել է չթանկացնի, այսինքն այս ամբողջ բեռը ինչ որ լիներ հեծի հետ կապված, միանշանակ ինքը, այսպես ասած, իր անձնական միջոցներից որպես բիզնեսմեն, իր եկամուտներ ունենալով սուբսիդավորելու էր անձամբ։ Հիմա այն որ ես ասում եի, չեմ ուզում չարախնդամ կամ չարախոսեմ, վատ վիճակ է սպասվում հեծին, արդեն տեսնում ենք։ Իմիջիայլոց ասեմ շատ ավելի շուտ եւ արագ ենք տեսնում, քան ես կանխատեսում էի։